Առողջապահական ապահովագրությունը 2026-ից սկսելու է գործել։ Վերջապես, ամենայն դեպս դա խոստանում է նախարար Անահիտ Ավանեսյանը։ Ենթադրվում է, որ բնակչության տարբեր խմբեր աստիճանաբար կընդգրկվեն համակարգում եւ կկարողանան ստանալ բժշկական տարբեր ծառայություններ։ Առաջին խմբերը լինելու են ամենախոցելիները։ 18-ից 65 տարեկան հաշմանդամություն ունեցող քաղաքացիները, անապահովության բալ ունեցող քաղաքացիները, 28 եւ ավել 65 տարին լրացած քաղաքացիները եւս 2026 թվականից կներառվեն ապահովագրության համակարգ։ Ենթադրվում է, որ 2026-ից համակարգում կընդգրկվեն նաեւ այն անձինք, որոնք 200,000 դրամից ավելի աշխատավարձ կամ շահույթ են ստանում։ Մի խոսքով, հաջորդ տարի պետք է առողջապահական ապահովագրության այս համակարգից 1,600,000 մարդ արդեն օգտվի։ Այստեղ կարևորագույն հարցն այն է, թե ինչպես է գոյանալու դրա համար անհրաժեշտ բյուջեն, որքան գումար է գանձվելու աշխատողներից։ Առաջին փուլի համար սահմանել ենք 129,600 դրամի շրջանակներում եւ այն իր մեջ ներառում է կանխարգելիչ, ուրեմն վաղ հայտնաբերմանը ուղղված սկրինինգային ծրագրեր, հիվանդանոցային ծրագրեր, դեղորայքային ապահովում, շտապօգնության ծառայություններ։ Ըստ նախագծի, վճարման ենթակա տարեկան գումարը որոշ դեպքերում հասնելու է 164,000 դրամի, բայց չի կոնկրետացվում, թե ով է վճարելու, ասենք 129,000 դրամ, իսկ ով 164,000։ Իսկ ինչպես են գանձելու գումարներ, օրինակ անհատ ձեռնարկատերերից, արհեստավորներից, ինքնազբաղվածներից, տաքսու վարորդներից։ Այս ապահովական համակարգը իրանից ենթադրում է հասի միջոցով փեսուն լավություն անելու հանրային սխեմա, որովհետև հավաքելու են մի խումբ մարդկանցից, որի հաշվին ապահովել են մյուսների, ասած, սոցիալական համերաշխության, այսպես ասած, սկզբունքի հիման վրա։ Օրինակ կան այսօր միկրոձեռնարկատերեր, որոնք տանն աշխատելով ապահովում են ամսական 1-ից 2 միլիոն դրամ եկամուտ։ Այդ եկամուտը չի գրանցվում։ Իսկ այդ անձինք հարկման ենթակա գործունեություն չեն վարում, բայց ստացվում է, որ օգտվելու են այն համակարգից, որն աշխատելու է, ասենք 200,000 դրամ ամիսը վաստակողից գանձումներ իրականացնելու հաշվին։ Շատ մարդիկ կա գործում են ստվերում, իրենց եկամուտները հասանելի չի, տեսանելի չի, հետևաբար սա ուղիղ հարվածը լինելու են մարդկանց, ում եկամուտները կամ ովքեր մաքուր են աշխատում, թափանցիկ են աշխատում, ստվերում չեն աշխատում։ Նախագծով ենթադրվում է, որ ապահովագրական համակարգը նաև ապահովելու է պացիենտներին դեղամիջոցներով, որոնք ներառված կլինեն ընդհանուր փաթեթում։ Այսինքն, եթե փոխհատուցվող հետազոտության արդյունքում բժիշկը նշանակի դեղեր, դրանք եւս կտրամադրվեն։ Այդ դեղերի վերաբերյալ պետք է կառավարությունը դեռ որոշում ընդունի, բայց կյանքը ցույց է տալիս, որ փոխհատուցվող դեղերի որակի հետ կապված հաճախ հարցեր են ի հայտ գալիս։ Պացիենտին ասում եմ, մենք քեզ տալիս ենք այս դեղը ազդող նյութով։ Քաղաքացին գնում է դեղատուն եւ ասում է, գիտեք, այս դեղը անվճար տվեք։ Ասում է, այո, այս դեղը կարող եմ տալ անվճար, որը օրինակ ռուսական կամ բելարուսական արտադրության է։ Բայց եթե դու ուզում ես նույնիսկ եվրոպականը, դու պետք է հավելավճար վճարես դրա համար։ Մասնագետներն ուշադրություն են հրավիրում մի հանգամանքի վրա եւս։ Առողջապահության համակարգի աշխատանքն ապահովելու է պետության կողմից ստեղծվելիք հատուկ մարմին, իսկ միջազգային փորձը ցույց է տալիս, որ նման պետական կառույցները շատ արագ դառնում են կոռուպցիայի եւ չարաշահումների մեծ կենտրոն։ Տասնյակ միլիոնավոր դոլարների ամենօրյա հոսքն է անում իր սև գործը։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։